Այսօր պետք է խոսենք հայտնության գրքի 6-րդ գլխից։ Մեր թեման պետք է լինի 7 կնիքների պատգամը, 7 կնիքների բացվելը։ Եվ անշուշտ այնտեղ տեսնում ենք պատերազմ եւ պատերազմի աղետալի հետևանքը։ Ընթերցենք մի քանի համար 6-րդ գլուխ հայտնության գրքի առաջին երկու համարները ընթերցենք։ Ես տեսա, թե ինչպես գառնուկը բացեց կնիքներից մեկը ու 4 կենդանիներից մեկից որոտալի մի ձայն լսեցի, որ ասում էր. «Արի ու տես»։ Ու տեսա ահա մի ճերմակ ձի, որի հեծյալը մի աղեղ ուներ եւ նրան մի պսակ տրվեց, նա հաղթելով եկավ ու հաղթելու գնաց։ Թող Տերը օրհնի Սուրբ խոսքը եւ մեր մտքերը հոգիները թող բացվեն նրա սրբազան խոսքի առաջ։ Կնիքների բացվելը եւ կնիքները բացողը ինքը գառնուկն էր, ինչպես ընթերցեցինք։ Եվ միայն ինքը արժանի եղավ այդ 7 կնիքները բացելու, գիրքը վերցնելու եւ այդ 7 կնիքները բացելու։ Ինչպես այդ մասին տեսնում ենք
Հայտնության 4-րդ եւ 5-րդ գլուխներում, Հայտնություն 4:11-ում գրված է. Դու արժանի ես Տեր, փառք ու պատիվ ու զորություն ստանալու, քանի որ դու ստեղծեցիր ամեն ինչ ու քո հաճույքի համար եղան ու ստեղծվեցին։ Հայտնություն 5:9 կրկին կարդում ենք հետևյալը. Դու արժանի ես այդ գիրքը վերցնելու եւ դրա կնիքները բացելու, որովհետեւ դու մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծո համար ամեն ցեղից ու լեզվից, ժողովրդից ու ազգից։ Եվ այս երգի բովանդակությունը մենք որ լսեցինք այսօր եկեղեցի կատարմամբ վերցված է այս խոսքերից։ Այս բաներից հետո Գառնուկը բացեց այդ կնիքները եւ անմիջապես մեծ աղետներ սկսվեցին։ Ու երբ առաջին կնիքը բացեց, գրված է 4 կենդանիներից առաջինը որոտալի ձայնով կանչեց եւ Հովանես առաքյալին ասաց. «Արի ու տես»։ Եվ Հովանեսը տեսավ գրում է Հովանեսը եւ նրա տեսիլքը հստակ էր։ Նկարագրում է ձիավորներին, որոնց կարելի է նմանեցնել նույն կերպով, նույն ձիավորները, նույն գույները եւ շատ նմանություն կա Զաքարիայի մարգարեության 6-րդ գլխում արձանագրված տեսիլքին։ Այնտեղ էլ կան ձիեր, կառքեր, որտեղ նույնպես ձիերը իրենց գույներով իրար նման են եւ նույն պատուհասելու, նույն աղետների նպատակով են ուղարկված երկրի վրա, ինչպես որ այս պարագայում, որպեսի վրեժ առնեն երկրից, մասնավոր Եգիպտոսը, Բաբելոնը։ Եվ գիտեք, քաղաքներ եւ քաղաքակրթություն կա աշխարհիս մեջ, որոնց Աստված դեմ է։ Եվ երկուսը ես նշեցի՝ Եգիպտոս, Բաբելոն եւ մեկ հատ էլ կար հին աշխարհում, որ հանդիպում ենք Ծննդոց գրքում, Սոդոմ, Գոմոր քաղաքները։ Աստված այդ քաղաքակրթությանը եւ այդ դիվային մշակույթին դարեր շարունակ դեմ է եղել եւ առ այսօր։ 3 բացասական քաղաքներ եւ Բաբելոնի կամ Եգիպտոսի եւ Սոդոմի քաղաքակրթությունը, այս քաղաքները բացասական նշանակություն ունեն։ Բաբելոնը Աստվածաշնչում միշտ կռապաշտությունն է ներկայացնում եւ դիվային քաղաքակրթությունն ու դիվային մշակույթը։ Սոդոմ Գոմորը սեռային պղծությունները եւ համասեռամոլությունը եւ Աստված գիտենք ինչպես ոչնչացրեց կրակով այրեց այս քաղաքը։ Եգիպտոսն էլ ծանր աշխատանքի կամ ստրկության քաղաքականությունն է, որտեղից Տերը շատերից փրկեց եւ ազատագրեց եւ իր բարկությունը թափեց այս մեղավոր քաղաքների վրա եւ դեռ պետք է դատապարտի այս քաղաքները, ինչպես կարդում ենք Հայտնության գրքում։ Հովանես առաքյալը գրում է. Ես տեսա, թե ինչպես Գառնուկը բացեց կնիքներից մեկը եւ ամեն բան կարծես ինչ որ կատարվեց, Հովանեսը տեսավ ջերմակ ձի եւ այդ ձիավորը հաղթելով եկավ եւ հաղթելու գնաց, այդպես մենք ընթերցեցինք առաջին համարում։ Այստեղ նկարագրված սպիտակ ձիու հեծյալը, ով հաղթելով եկավ եւ գնաց հաղթելու, իր ձեռքին նաեւ ուներ աղեղ եւ նրան տրվեց պսակ։ Հովանեսի տեսիլքը իրական էր, սիրելիներ, Աստված կամեցավ հայտնել իր սիրելիին, իր սիրելի աշակերտին եւ այստեղ անորոշություն չկա, ինչ որ ենթադրություններ չկան, ինչ որ երազ չէր սա, այլ շատ պարզ եւ հստակ տեսիլք էր, որ Հովանես առաքյալը տեսավ։ Երբ ինքը հոգու մեջ էր այս բաները երբ որ տեսավ, երբ հոգու մեջ էր, ձայն լսեցի, հետևից ասում է նա, Հովանու ավետարան 4-րդ գլուխ։ Գրված է հոգու մեջ էի, ձայն լսեցի եւ Աստված ուզեց, որ այս բաները իրեն ցույց տա։ Եվ վկայում է այս բաների մասին։ Եվ գրի առավ այս բաները, որպեսզի մենք այսօր տեսնենք եւ հասկանանք։ Ընթերցողների մոտ հաճախ շփոթություն է առաջանում, երբ այս հեծյալի վերաբերյալ կարծիքներ են կազմում, հաղթանակած Քրիստոսն է ասում են շատերը, ելնելով այն նմանությունից, որ տեսնում ենք Հայտնության 19-րդ գլխում, քանի որ ձին ջերմակ էր, հաղթելու եկավ, հաղթելու գնաց եւ նրան պսակ տրվեց եւ այս բառեր, այս երևույթները շփոթություն է առաջացնում ոմանց մոտ եւ կարծում են, որ այս ձիավորը Հիսուս Քրիստոսն է, որովհետև Հայտնության 19-րդ գլխում նույնպես հանդիպում ենք ջերմակ ձի եւ նրա հեծյալին եւ իրապես այնտեղ ձիավորը Հիսուս Քրիստոսն է, բայց ոչ այստեղ, քանի որ 19-րդ գլխում նկարագրված ձիավորը կոչվում է հավատարիմ ու արդար։ Հավատարիմ ու արդար եւ արդարությամբ է դատում եւ արդարությամբ պատերազմում եւ նրա ազդրի վրա գրված է բանն Աստծո։
կամ Աստծո խոսք հայտնության գիրք 19-րդ գլուխ 11-ից 13 համարներ։ Եվ կարևոր է տեսնել տարբերությունը եւ զատորոշել դրանք։ Այստեղ մեր ընթերցած տեքստում հայտնության գրքի 6-րդ գլխում հաղթելով եկողը Քրիստոսը չի, այլ ավելի հավանական է, որ հակա Քրիստոսն է, որին արտոնված է հաղթելու տիրելու աշխարհի վրա, եւ այս հաղթությունը մենք գիտենք, որ ժամանակավոր է, որ Աստծուց է այս արտոնությունը տրված։ Եվ կա, գիտեք, սիրելիներ, տարբեր կարծիքներ, ենթադրություններ, երրորդ կարծիք էլ կա, որ այս ձիավորը ճերմակ ձին Քրիստոսի ավետարանն է, բարի լուրն է։ Նախ շփոթմունք է առաջացնում նրան տրված պսակի պատճառով, որ ոմանք ասում են Քրիստոսն է, ովքեր հակված են այն կարծիքին, որ առաջին ձիավորը Հիսուս Քրիստոսն է, քանի որ ձին ճերմակ է, սա խաղաղության սիմվոլ է, նրան պսակ տրվեց, նա աղեղ ուներ։ Բայց տարբերություն կա, սիրելիներ, այստեղ պսակը հաղթանակի պսակ է, հունարենով կոչվում է Ստեփանոս։ Հաղթության պսակը Ստեփանոս, եւ բնագրի մեջ այդպես է գրված։ Մինչդեռ հայտնության գրքի 19-րդ գլխում Տեր Հիսուսի դրված պսակը, որ պսակ չի, ավելի ստույգ թագ է, որ թագավորներն են այդ թագերը կրում, հունարենով դիադեմա բառն է օգտագործված։ Տարբերությունը պետք է մենք հասկանանք, որ կրում էին թագավորները, եւ մենք գիտենք, որ Քրիստոսը թագավոր է։ Այստեղ ձիավորը նաև աղեղ ուներ, ինչը խոսում է պատերազմի մասին, եւ գրեթե բոլոր դեպքերում աղեղը պատերազմի մասին է խորհրդանշում։ Թեև նետ չկար ձեռքին, միայն աղեղ էր, կարող ենք ենթադրել, քանի որ աղեղ էր, պատերազմ չի, այլ խաղաղություն է, բայց այդ նետը արդեն իսկ արձակված էր։ Երեմիայի 51-րդ գլուխ 56 խոսքում մարգարեն այս ուղղությամբ գրում է. որովհետև Բաբելոնի վրա ավերվածություն եկավ, եւ նրա պատերազմողները գերի ընկան, նրանց աղեղները կոտրվեցին, քանի որ Տերը հատուցող Աստված է։ Աղեղները կոտրում է նրանց, եւ շատ հաճախ աղեղները եւ աղեղնավորները ըմբոստության խորհրդանիշն են, պատերազմողների խորհրդանիշն են։ Օվսիայի մարգարության առաջին գլուխ 5 համար, Օվսիա 1:5 Իսրայելի աղեղը պիտի կոտրեմ այն օրը, ասում է Տերը, ու հաճախ աղեղը, ինչպես նշեցի, ըմբոստության, հակառակության եւ պատերազմի մասին է վկայում, եւ Աստված դեմ է դրան եւ կոտրատում այդ աղեղները։ Պատմական փաստ է նաև նշանավոր պարթևների աղեղնավորները, եւ հայտնի էին նրանք իրենց աղեղնավորներով, պարթևների զորքը որպես նետաձիգներ եւ աղեղնավորներ, եւ իրենց պատերազմական կարծես հաղթանակների գրավականը աղեղնավորներն են, կամ այլ ազգեր նրանց կոչում են փահլևաններ, պարթևներ կամ փահլևաններ, ովքեր նույնիսկ հռոմեական կանոնավոր բանակին կարողացան նվաճել 62 թվականին։ Եվ այսպիսով ճերմակ ձին նրա ձիավորը խորհրդանշում է պատերազմող բանակ ու հաղթանակ, հաղթելով եկավ, հաղթելու գնաց։ Կա նաև, ինչպես նշեցի, երրորդ վարկածը, երրորդ կարծիքը, որոշ աստվածաբաններ առաջին ձիավորին ներկայացնում են ոչ թե անձնավորության, ոչ Հիսուս Քրիստոս, ոչ էլ հակա Քրիստոսը, որովհետև մնացած 3 ձիավորներն էլ անձեր չեն, որովհետև այստեղ 4 ձիավորների մասին է խոսում, 4 գույներ, սպիտակը, սևը, շարագույն կարմիրը եւ դեղնավունձին, եւ այստեղ այս ովքեր հակված են այս կարծիքին, ասում են, որ անձի մասին չի այստեղ խոսքը գնում, այլ խոսքը Քրիստոսի ավետարանի մասին է, որ հաղթելով եկավ եւ հաղթելով գնում է։ Հետևաբար տրամաբանությունը կարելի է հասկանալ, որ առաջին ձիավորը անձի մասին չի խոսում, այլ բարի լուրի մասին է խորհրդանշում կամ ավետարանի, եւ առաջին հերթին Քրիստոսի ավետարանը քարոզվեց եւ ավետարանը հաղթական է, բայց որից հետո տեսնում ենք, որ արհավիրքը սկսվեց։ Տրամաբանության կա այս վարկածի մեջ, քանի որ Տերը ինքը ասաց, ես չեկա խաղաղություն բերելու, այլ սուր բերելու, եւ դարձյալ ասաց կլինեն պատերազմներ եւ կլսեք պատերազմի ձայներ։ Սակայն սիրելիներ, փաստն այն է, որ առաջին ձիավորը հաղթելով եկավ ու գնաց հաղթելու, եւ նրա ձեռքի նետը արդեն իսկ արձակված էր, եւ միայն աղեղ կար, եւ անմիջապես նրանից հետո տեսնում ենք, որ սարսափելի աղետների ականատեսն ենք լինում։ Աշխարհը քաոսի է վերածվում, սիրելիներ։ Եվ այս ժամանակաշրջանը մեծ նեղության ժամանակաշրջանն է։ Եվ ուրեմն չենք կարող չնկատել, որ պատերազմները իրենց հետ բերել են ողբերգություն,
հաղթանակներ, բայց հաղթանակները տրվում են պատերազմի միջոցով։ Եվ պատերազմները ունեն աղետալի հետևանք։ Իրանց հետ բերում են ողբերգություն, պատերազմները իրանց հետ բերում են սով, համաճարակ, ատելություն, ժողովուրդների միջև պառակտում, միլիոնավոր մահեր, ցեղասպանություններ, աքսորներ, որոնք կարելի է մեկ բառով ձևակերպել։ Պատճառը մեղքն է, աշխարհի մեջ կուտակված մեղքը եւ մեղքի արդյունքը մահը։ Եվ այս աշխարհի իշխանը սատանան է։ Օդի իշխանը սատանան է եւ նրա իշխանությունը պիտի անցնի, ժամանակավոր է։ Երբ մեծ հույն դրամատուրգ Էվրիպիդոսը ցանկացավ բեմի վրա ներկայացնել պատերազմը եւ պատերազմի տեսարան ներկայացնել, նա կարիք չունեցավ դրոշակակիր զորքերի, նետաձիգների, սուր կրող բանակների, դրանց կարիքը չունեցավ, այլ ներկայացրեց մի կռացած, տարեց հիվանդ կնոջ, որ բռնել էր ծնողներին կորցրած շփոթահար դեմքով մի որբ երեխայի ձեռքը, եւ ժողովուրդը հասկացավ, որ խոսքը գնում է պատերազմի մասին։ Եվ այս տեսարանը բավարար էր, որպեսզի հանդիսատեսը հասկանար, որ դրամատուրգը պատերազմի աղետալի հետևանքի մասին է խոսում։ Իսպանիայում քաղաքական կամ քաղաքացիական պատերազմի ժամանակ 1936-ից 1939 թվականներին տեղի ունեցավ, եւ այդ քաղաքացիական պատերազմի ընթացքում մի լրագրող տեսավ այն, ինչը պարզապես աղետալի էր, եւ իր հուշերի մեջ գրի առավ, ինչ որ նա տեսավ։ Պատմում է, թե ինչպես այս պատերազմը, երբ որ սկսվեց, երկու խմբավորումներ իրար սկսեցին կրակել, բարիկադների ետևում ուղակի զոհերի թիվը աննկարագրելի է, եւ պարտիզանական կատաղի մարտեր էին մեղում իրար դիմաց, եւ հանկարծ նա տեսավ մի փոքրիկ տղա երեխայի, ում ձեռքում կար կոտրված ավտոմեքենա առանց անիվի, եւ երբ տղան քաշ էր տալիս այդ խաղալիք մեքենան, հանկարծ լսվեց հրազենի ձայնը եւ այդ փոքրիկ տղան մեռած ընկավ մայթին։ Սա է պատերազմը, սա է պատերազմի աղետալի արդյունքը, ուր անպայմանորեն կունենա ողբերգական հետևանք, որդեգուրիս մայրերով եւ անտուն եւ անօթևան հոգիներով, ուստի առաջին տեղում կամ կնիկների սկիզբը դրվեց այս սարսափազդու երևույթով։ Եվ այս ամենից հետո մենք դաս ենք սովորում, դաս ենք քաղում, որ կարևոր է խաղաղության իշխանի հետ հաշտություն ունենալ, կարճած լինել Քրիստոսից, որովհետև մենք գիտենք, որ խաղաղության իշխանը Հիսուս Քրիստոսն է։ Եթե Հիսուս Քրիստոսը մեր կյանքերի մեջ չկա, մեր ընտանիքներում մեջ չի, մեր համայնքների մեջ չի, մեր պետությունների մեջ չի, պատերազմներ անխուսափելի են, սիրելիներ։ Ուրեմն ճերմակ ձիավորը, որ իր ձեռքին աղեղ ուներ, նա հաղթելով եկավ եւ հաղթելու գնաց։ Եվ երբ երկրորդ կնիքը բացեց, բացողը հիշենք, որ գառնուկն էր, տերն էր։ Երկրորդ կենդանին ասաց. «Արի եւ տես», եւ կրկին ցույց տվեց Հովանես առաքյալին ձի եւ ձիավոր, եւ այս անգամ կարմիր էր, եւ այդ ձիու վրա նստողին արտոնություն տվեց ինչպես առաջինին։ Ուրիշ թարգմանության մեջ կարմիրը նաեւ գրված է շարագույն ձի էր, չէ՞։ Եվ երկրորդ ձիավորին արտոնություն տվեց, որպեսզի երկրի վրայից վերացնի խաղաղությունը, որպեսզի մարդիկ սպանեն իրար, եւ նրան մի սուր տրվեց եւ արտոնություն տրվեց, որպեսզի իրար սպանեն։ Միջանկյալ նշենք, որ առաջին 4 կնիկները երբ բացվում են, տեսնում ենք, որ 4 կենդանիների հրավերով են բացվում, որոնք ցույց տվեցին 4 ձիավորների, սակայն 5-րդ կնիկից հետո 4 կենդանիների մասին խոսք չկա, որովհետև այդ 4 կենդանիները ներկայացրեցին առաջին 4 ձիավորներին եւ այդ երևույթները, այդ աղետները, որ կատարվեցին, 4 կենդանիների որոտման ձայնի հրավերով տեղի ունեցան։ Եվ եթե խոսում ենք, սիրելիներ, խաղաղության մասին, խոսում ենք մահերի մասին, պատերազմի մասին, սրանք առանձին թեմաներ են, սակայն այստեղ խոսքը վերջին ժամանակների վերաբերյալ է։ Եվ իրապես սատանան իր չարաբաստիկ ծրագիրը պիտի իրագործի, երկրի վրա աղետներ անխուսափելի են։ Երբ ասում են խաղաղություն է լինելու, բարեկեցություն է լինելու,
լավ է լինելու, հաշտություն կտիրի աշխարհիս վրա եւ այլն։ Չկա նման բան, սիրելիներ։ Դա սուտ է։ Ինչքան էլ խնջույքի սեղանին կենացներ բարձրանան խաղաղության վերաբերյալ, հաշտության վերաբերյալ, ցանկությունը լավ է, բարի է, բայց դրանից վիճակները չեն փոխվում։ Կենացները չեն օգնելու, մաղթանքները չեն օգնելու։ Երկրների միջև այդ խաղաղության ուխտերը, դաշինքները ժամանակավորապես են, խաբուսիկ են, հետապնդում են քաղաքական միտումներ եւ խաղաղություն չկա։ Որովհետեւ գրվածքները որպես մարգարեություններ պետք է կատարվեն։ Պատերազմներ եւ պատերազմի ձայներ։ Երկրի վրա խաղաղություն բերելու չկա այլ սուր ասաց Տեր Հիսուսը։ Եվ անցյալ դարերում էր խաղաղությունը ցանկալի երազանք է եղել։ Մարգարեների շրջանում Երեմիա մարգարեն գրում է Երեմիայի 6-րդ գլուխ 14 համար, այնուհետ 8-րդ գլուխ 11 համար։ Քանի որ իմ ժողովրդի դստեր վերքը հարևանցի բուժեցին կամ թեթևակի բուժեցին, ասելով խաղաղություն, խաղաղություն, բայց խաղաղություն չկա, ասում է Տերը։ Եվ Երեմիան ասաց. «Ավաղ Տեր Աստված, ահա մարգարեները ասում են նրանց. սուր չեք տեսնելու, սով չի լինելու ձեր մեջ, այլ այստեղ ճշմարիտ խաղաղություն եմ տալու ձեզ»։ Մարգարեները այդպես են հայտարարում։ Եվ Տերը ինձ ասաց Երեմիային. մարգարեները իմ անունով ստեր են մարգարեանում, սուտ են խոսում։ Ես նրանց չեմ ուղարկել, ես նրանց չեմ հրամայել, ոչ էլ խոսել եմ նրանց հետ։ Նրանք ձեզ մարգարեանում են սուտ տեսիլքներ, սուտ գուշակություններ, սնոտի բաներ եւ իրենց սրտի խաբեություններն են մարգարեանում։ Երեմիայի 14-րդ գլուխ 13-ից 14 համարների մեջ կարող եք տեսնել։ Սուտ մարգարեներ եղան անցյալում, բայց մի կարծեք նրանք վերջացան եւ բրծավ ամեն բան։ Այսօր էլ կան սուտ ուսուցիչներ, սուտ վարդապետներ, ուղղակի գրավել են եկեղեցու ամբիոնները, սիրելիներ, հավատացած եղեք, համայնքների մեջ, թե քաղաքական ոլորտում եւ թե հոգեվոր ոլորտում։ Եվ մարդկանց մարգարեանում են ստությունն ու խաբկանքը, քարոզում են ոչ թե Քրիստոսի ավետարանը, այլ իրենց են քարոզում։ Լսեք, մարդիկ ինչ են քարոզում։ Մշակույթ, պատմություն, իրենց ազնական կյանքի վերաբերյալ, բայց ոչ Աստծո սրբազան խոսքը, որովհետև ինչու մարդիկ այսօր ճշմարիտ ապաշխարություն չունեն։ Ինչու մարդիկ այսօր հոգեվորապես չեն աճում։ Ինչու, որովհետև Աստծո խոսքը չի քարոզվում։ Երկրորդ Պետրոս, առաջին երկու համարներ, երկրորդ Պետրոս, երկրորդ գլուխ, առաջին երկրորդ համարների մեջ առաքյալը գրում է. բայց ժողովրդի մեջ կային նաև սուտ մարգարեներ, ինչպես ձեր մեջ էլ պիտի լինեն սուտ վարդապետներ, որ գաղտնապես մցնելու են կորստաբեր հերձվածներ եւ շատերը հետևելու են նրանց կորստաբեր ընթացքին, որոնց պատճառով ճշմարտության ճամփան պիտի անարգվի։ Ուրեմն խաղաղությունը պիտի վերցվի։ Ուրեմն խաղաղություն չկա աշխարհիս վրա։ Այսօր մենք սիրելիներ փառավոր խաղաղության մեջ ենք ապրում։ Փառք տանք Տիրոջը այս հանդարտ կյանքի համար, այս խաղաղ կյանքի համար, որ Աստված մեզ շնորհել է։ Մենք չգիտենք վաղը ինչ կլինի, տարիներ հետո ինչ կլինի, բայց այսօր եթե խաղաղություն կա, հանդարտ կյանք կա, կարողանում ենք խաղաղ մեր գլուխները բարձին դնենք, փառք տվեք Աստծուն եւ ժամանակը ձախու առեք։ Առաջին Թեսաղոնիկեցիս 5:3 Որովհետև երբ ասեն խաղաղություն եւ ապահովություն, այն ժամանակ հանկարծակի կործանումը պիտի հասնի նրանց վրա հղի կնոջ երկունքի պես ու չպիտի փրկվեն։ Եվրոպական մեծ պետությունները դաժան անակնկալի առաջ կանգնեցին, երբ Ադոլֆ Հիտլերը հարձակվեց ամբողջ Եվրոպայի վրա։ Մինչ այդ Ադոլֆ Հիտլերը պատերազմական ծրագրի մասին գիրք էր գրել իր Mein Kampf գրքում պատերազմի իր ծրագրերի վերաբերյալ։ Ամենայն մանրամասնությամբ գրել էր, սակայն գրքից զատ երկու երեսներ ցույց տալիս, խոսում էր խաղաղության մասին, խոսում էր համերաշխության մասին, հաշտության մասին, եւ միայն խաղաղություն բոլոր պետությունների մեջ, այդպես էր իր լոզունգները։ Բայց նա խախտելով մենք գիտենք Վերսալյան պայմանագիրը նվաճեց ավստրիական մի շարք տարածքներ, նաեւ Չեխոսլովակիան, եւ այդ ժամանակ անհանգստություն առաջացավ եվրոպական մի շարք երկրներում, Անգլիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում։ Եվ անմիջապես 1938 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենը
հանդիպեց Ադոլֆ Հիտլերի հետ։ Սակայն Ադոլֆ Հիտլերը ոչ մի սպառնացող խոսակցություն չտարավ Չեմբերլենի հետ։ Խաղաղություն էր խոսում։ Ասում էր մենք ցանկանում ենք խաղաղություն լինի։ Ոչ մի վտանգ, հոստացավ խաղաղություն եւ այդպես խափելով փափուկ բարձ դրեց Անգլիայի ղեկավարի Չեմբերլենի գլխի տակ եւ ուղարկեց իրենց երկիրը։ Եվ Չեմբերլենը երբ որ եկավ Մեծ Բրիտանիա, Անգլիա, այս խոսակցությունները իր հանդիպման մասին ներկայացրեց, այս խաղաղ բանակցության մասին ներկայացրեց իրենց պարլամենտում եւ ասաց շատ հաճելի մարդ է, շատ խաղաղասեր մարդ է։ Մենք լավ զրույց ունեցանք եւ այս մարդու միտումները չար չեն, պատերազմական չեն, ինքը խաղաղություն է ուզում։ Եվ ժողովուրդը լսեցին նրան։ Եվ ինչ եղավ, այդ ժամանակ մեկ հոգի կար, որ դեմ կանգնեց նրան։ Պարլամենտում Վինստոն Չերչիլ անունով մարդը ակտիվ քաղաքական գործիչ էր, ողջահող մտքով, խելացի մարդ, եւ խելացի գտնվեց, չխաբվեց մյուսների նման գերմանական դիվանագետներից, այլ ելավ կանգնեց պարլամենտում եւ բարձրաձայնեց հիտլերյան չարաբաստիկ պլանի մասին։ Սակայն նրան չլսեցին, ինչ է կարծում, ողջունեցին Չերչիլին, չի ասեցին դու չարախոսում ես, զրպարտում ես դու այդ մարդուն։ Մինչև այն ժամանակ, երբ Գերմանիան 1939 թվականի սեպտեմբերին հարձակվեց Լեհաստանի վրա եւ բոլորը խուճապի մատնվեցին, սիրելիներ։ Երբ ասում են խաղաղություն, խաղաղություն, ուր է խաղաղությունը, բայց արդեն ուշ էր, որ դիմագրավեին ծրագրավորված հարձակման դեմ եւ միլիոնավորներ այդ մի քանի տարիների ընթացքում ընկան մեռան պատերազմի պատճառով, հանկարծակի պատերազմի, ուխտադրուժ պատերազմի պատճառով։ Հետևաբար առաջին ձիավորը ոչ թե ուժով, այլ խորամանկությամբ եւ խաբեությամբ պետք է հաղթի, որովհետեւ գիտենք, որ հակա Քրիստոսը Քրիստոսի կերպարանքն է առնում, կեղծում է, նմանեցնում է, բայց ինքը Աստծուն հակառակ է եւ Քրիստոսի հակառակ է։ Այլ խորամանկությամբ, խաբեությամբ պետք է հաղթի։ Երբ ասում են խաղաղությունը եւ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի, այդ բոլորը միայն կարճ ժամանակի համար է լինելու, մոտավորապես 3.5 տարիներ։ Որովհետև խաղաղությունը միայն կհաստատվի, սիրելիներ, խաղաղության իշխանի Հիսուս Քրիստոսի թագավորության ժամանակ։ Երբ խաղաղության իշխանին կանցնի երկիրը, իսկ այս բոլոր արհավիրքները պետք է լինեն, որպեսզի գրվածքները կատարվեն, մարգարեությունները լինեն, եւ վերջնականապես կդատապարտվի սատանան, առաջին ապստամբը, պատերազմողը եւ այս աղետների հեղինակը։ Ուստի երկրորդ ձիավորին արտոնություն պիտի տրվի խաղաղությունը վերցնելու երկրի վրայից եւ նրան մեծ սուր պիտի տրվի, որպեսզի մարդիկ միմյանց սպանեն, իրար ատեն, իրար խոցեն, իրար դեմ պատերազմեն։ Եվ սա նշանակում է մեծ նեղության ժամանակաշրջանում մարդիկ իրար պետք է վերացնեն եւ շարունակության մեջ կարդում ենք համաճարակ պետք է լինի, աղետներ, սով եւ անտարի գազանների կողմից մարդկանց հոշոտվելը։ Կարծես Աստծո պատիժը անեծքը երկրի վրա պետք է թափվի։ Այս բաները մեզ մղում են, այս բաները մեզ ազդարարում են, մեզի զգուշացնում են, որպեսզի մենք ինչ լինենք, պատրաստ լինենք, զգաստ լինենք եւ պատրաստ լինենք եւ Քրիստոսի մեջ մեր ապաստարանը շինենք, սիրելիներ։ Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ ճապոնական ծովեզրիա քաղաքներում, երբ որ փոթորիկ բարձրացավ, ծովային երկրաշարժ, հիշում եք 2006 թվականն էր կարծեմ, Ֆուկուսիմա նահանգը, բավականին զոհեր եղան, այդ ժամանակաշրջանում այդ տարածաշրջանից մեկը իր համար բունկեր էր պատրաստում, տեսնելով այդ վիճակը, փոքրիկ ինչ-որ տեղ, որ կարող էր ինքը միայն մնալ, իր սնունդը ունենալ եւ այլն, որոշ ժամանակ որպեսզի ապահով անցնի, բայց ինչքան պետք է մնա, ինչքան պետք է պահված մնաս, մի օր պետք է մեռնես, հանդիպում պետք է ունենաս Աստծո հետ, արդյոք հաշտված ես նրա հետ, երկրաշարժից կբրձնես գուցե, հիվանդությունից կազատվես, կփրկվես շատ արհավիրքներից, բայց Աստծո դատաստանից այսօր է ընդունելի ժամանակը, ավետարանը մեզ ազդարարում է, աղաչում եմ ձեզ եղբայրներ, հաշտվեցեք Աստծո հետ։ Միայն մեր պաշտպանությունը, մեր խաղաղությունը, մեր երաշխիքը
Քրիստոսի մեջ է։ Ավետարանը մեզի գիտեք ասում է, եթե մեկը Քրիստոսի մեջ է, Քրիստոսի մեջ է, մեր ապահովությունը Քրիստոսի մեջ է։ Դուք կարող եք հարցնել, լավ հրայր եղբայր, ինչ է նշանակում լինել Քրիստոսի մեջ։ Նշանակում է նրա խոսքով ապրել, նրա խոսքերը պահել։ Երբ որ մենք նրա խոսքի մեջ ենք, մենք նշանակում է նրա մեջ ենք։ Վերջին համարով ավարտենք այսօրվա մեր կարոզախոսությունը առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 8 համար։ Իսկ մենք ցերեկվանը լինելով արթուն լինենք։ Մենք ցերեկվա լույսի որդիներն ենք, այդպես չէ։ Ուրեմն պատրաստ լինենք հավատքի եւ սիրո զրահը եւ փրկության հույսի սաղավարտը մեր գլուխների վրա դրված։ Թող Տերը մեզի շնորհ անի։ Թող Տերը իր ողորմության եւ իր շնորհքով մեզ հետ նայի։ Եվ այդպես էլ է, եթե Տիրոջ ողորմությունն ու գութը չլինի, մենք կորսված պիտի լինենք, սիրելիներ։ Ուրեմն պատրաստ լինենք, չքնանանք, այլ զգաստ լինենք։ Հավատքի եւ սիրո զրահակած եւ փրկության ու հույսի սաղավարտը մեր գլուխների վրա դրված։